Ինչպես դաստիարակել լավ քաղաքացի։ Տանն է դաստիարակվում, երեխան այդպեսին, դպրոցում է դաստիարակվում, ում պատասխանատվությունն է դա։ Կարևորը երբ որ միասին ապրում եք, քո անձնական օրինակն է, ոչ թե ինչ ես մտածում ինքդ քո մասին կամ ինչ ես ասում, բաժակաճառում, այլ ինչպեսին ես դու իրականում։ Մեկ է երեխան չկարող անձնական օրինակի ազդեցությունից դուրս մնա։ Հոր ազդեցությունը, մոր ազդեցությունը պետք է երևա։ Ինչ որ չափով կերևա նաև ուսուցչի ազդեցությունը, բայց նաև այն ժամանակի այն հասարակության, որի մեջ կապրի։ Դպրոցները տենց էլ դիտում են, չէ՞, փակ բաներ, ձեզ քշել են այստեղ, ձեր շուրջը ինչ է կատարվում, կարևոր չի, ձեր ջարդած կոճակով խաղացեք, բայց այդպես չի, չէ։ Ականջ ունի լսում է, աչք ունի տեսնում է, ինչ է կատարվում։ Այստեղ խնդիրն այն է, որ մարդը զգում է, որպես հասարակական ինստիտուտ կամ անհատի պատասխանատվությունը, որ դու ապրում ես մի հատ հանրային կյանքով, թե դատախազի կամ դատավորի կեցվածքա քեզ բանանելու, որ դու անպայման մեղադրես ու ինքդ արդար քեզ զգաս։ Այսինքն դուք համարում եք, որ հանրակրթական դպրոցներում կրթությունը կտրված է կյանքից։ Անպայման։ Պատկերացրեք առավոտը ժամը 10-ը հասարակագիտության դասընթացները, տես ինչեր է կատարվում։ Ռուբեն Վարդանյան, դատավարություն, տեսեք ինչեր է կատարվում։ Դասարանները, այդ խմբերը քննարկում են դրանք։ Հակադարձում կլինի, որ դա նշանակում է քաղաքականացնել դպրոցները, քաղաքականությունը մտցնել դպրոց։ Այդ ոչ թե քաղաքականացնել են, ցավոք սրտի հենց կուսակցականացում է գնում դպրոցների։ Ու միշտ է ցավոք սրտի այդպես եղել։ Իսկ կրթությունը, այո, մեծ քաղաքականության գործիք, բայց ոչ կուսակցականացում։ Սրանք տարբեր բաներ են։ Որտեղ է քննարկումը գնում։ Ինչ որ դասագիրքը տվեց, ասում է, այս մնացածը քո գործը չի։ Հետո էլ ինքը հենց դասագիրքը փակեց դրեց, դուրս եկավ, պարզվում է ոչ միայն իր գործն է, այլ հենց իր կյանքն է։ Ուրիշ բան է, որ ուսուցիչը պետք է այդքան պատասխանատվություն զգա, որ իրական քննարկում լինի, որ ընկերները իրար լսեն, որ ինքը ասի, որ սա փաստ չի, սա փաստ չի։ Իսկ այս փաստերով այս քո եզրակացությունը շատ էլ հարգելի է ու երբեք ինքը չի պարտադրելու իր տեսակետները։ Երբեք այդ գողությունը չի անելու։ Հիշեցի դպրոցական տարիներին հանկարծ պատուհանից դուրս ինչ-որ բան էր տեղի ունենում, որ բոլորիս ուշադրությունը գրավում է, ուսուցիչները ասում են՝ մի շեղվեք, կենտրոնացեք, բայց մեր մտքերը ամբողջը այդ միջադեպի վրա է։ Գուցե ավելի արդյունավետ կլիներ այդ պահին քննարկում ծավալել, փորձել դա վերլուծել։ Սենյակում նստած եք, որ երեխան նայում է քեզ, այդ չի նշանակում քեզ է տեսնում կամ իր ականջները քունն են։ Դե ասել եք նստեք, նստում է էլի 45 րոպե նայել, ասում 45 րոպե պետք է անցնի։ Ոնց անես, որ այդ աչքերը քունը լինեն, ստեղծես միջավայրը, հաղորդակցությունը, որտեղ յուրաքանչյուրը կարող է ազատ արտահայտվի եւ դա արվի նրա համար, որ իրականությունը հասկանա, իր իրականությունը, ոչ թե գնահատանշի համար կամ որ ուսուցիչ իրան ասի խելոք ես դու, հնազանդ ես։